Ինչ հաջողություններ և ձախողումներ ունեցանք 2025 թվականին, ինչպես կգնահատեք ՀՀ իշխանությունների գործունեությունը տարվա կտրվածքով։ Երևի սկսեմ ցախողումներից ու սկսեմ բնականաբար տեղային խնդիրներից, որովհետև խմբակցությունը բացառապես կենտրոնացրել է իր աշխատանքը քաղաքի խնդիրներով, քաղաքի հոգսերով։ Անխոս մենք մտնելով համայնքապետարան սկսեցինք ճանաչողական այցեր հողակներում, համայնքապետական կառույցներում եւ մեր բոլորի ցախողումն է այս տարիների ընթացքում անթիվ անհամար, եթե թվագրենք, այդ թիվը շատ կլինի քաղաքի եւ հողակներում եւ առհասարակ քաղաքում արկա բոլոր խնդիրները, բոլորիս ցախողումը ես համարում եմ այդ տարիներ շարունակ, տասնյակ տարիներ շարունակ խնդիրները, որ անընդհատ են խոսում ներկայացում, չնայած որ ասեմ, որ մեզ համար նաև բացահայտում էր հողակների խնդիրները, որովհետև տարիներ շարունակ էլ դրանք շատ գեղեցիկ ծածկվելու թաքցրած շղարշի մի կողմներ եղել, չէր երևացել եւ բացահայտելով մանկապարտեզների խնդիրը, բացահայտելով գրադարաններում արկա խնդիրները, բացահայտելով թանգարաններում դեռ սպորտ դպրոցներ եւ արվեստի դպրոցներ չենք ասել, մեզ ուղղակի ցնցել է, մեզ վատ անակնկալ է մատուցել այս ամենը, ինչը որ մենք տեսել ենք այդ դռները բացելով, սա բոլորի ցախողումն է։ Իսկ ինչ վերաբերում է հաջողություններին, ես ասեմ, որ այս 8 ամիսների ընթացքում մենք կարողացանք բավականաչափ հետաքրքիր աշխատանք իրականացնել հնգամյա զարգացման ծրագրում, կարողացանք, ճիշտ է, շատ էինք ներկայացել, բայց ամեն դեպքում 4 նախագծի լոբինգ անելով, 4 նախագիծը ներգրավել, արված գործերը շատ են, եզրափակեմ այսպես մոտո, որ նախորդ նիստին ավականում մեր քաղաքախմբակցությունը կարողացավ 15 միլիոն դրամ, որ ունեինք այսպես չէինք ծախսել, ուղղորդել 5 մանկապարտեզների, որը մեզ համար իրականում շատ ուրախալի, ոչ միայն մեզ համար, մանկապարտեզների եւ առհասարակ համայնքի բնակիչների համար շատ ուրախալի է։ Գուցե ինչ-որ ոլորտներում փոքր հաջողություններ ունենք, բայց գլոբալ առումով մեր երկրի ընթացքը այն քաղաքականությունը, որը վարում է տվյալ իշխանությունը, Հայաստանի համար դրական գնահատել կամ այդ փոփոխությունները դրական գնահատել հնարավոր չէ։ Հիմնականում այն քաղաքականությունը, որը վարում են հակահայ է ու ամեն ինչ անում են եղած է ինչ որ ունեին քանդելու մինչև վերջ փճացնելու, քայքայելու, արդեն այս վերջին ամիսներն է մինչև ընտրություններ մնացել, իրենք փորձում են անգամ այս վերջին ամիսներին հնարավորինս վնասել հային ու Հայաստանին։ Այնքան շատ է բացասական ու այնքան շատ է դեպի հետ ընթաց գնացող փոփոխությունները, որ հաջողությունները էական չեն ու նկատելի չէ։ Մեր 2025 թվականի հաջողությունը հենց մեր ընտրվելն էր, հենց Գյումրեցու ճիշտ անաչառ ընտրություններ, որ վստահեց մեզ, վստահեց ճշտին եւ եղավ մեր կողքին, ընտրությունը կատարեց, ընտրելով մեզ։ Իսկ ինչ վերաբերվում է ձախողումներին, դե հոկտեմբերի 20-ից սկսած ի սկզբանե ամեն ինչ ձախողում էին, անկախ նրանից թե ինչպես հասանք այդ հաջողությանը, ինչպես ցանկություն ունեինք, շատ մեծ էր մեր ցանկությունը Գյումրու եւ Գյումրեցու հանել ամենաանհնարինը եւ այդպես էլ առաջնորդվելով մուտք գործեցինք քաղաքապետարան ու շարունակում ենք աշխատել մինչ հոկտեմբերի 20-ը, որ այդ անհաշտարությունը կատարեցին քաղաքապետի հանդեպ, այդպես ուզեցան մեզ կոդրել, ուզեցան, որ ձախողեն մեր բոլոր գործունեությունները, բոլոր ցանկություններն ու նվիրումները, որ պատրաստել էինք Գյումրու եւ Գյումրեցու համար, բայց ինչևէ, մենք Ուկասյան Վարդանի պլանով դեռ շարունակում ենք եւ շարունակելու ենք մինչեւ իր վերադարձը, այսպես աշխատենք, տեսնենք ինչի կհասնենք։ Տարին ինչով էր նշանակալի կամ հիասթափեցնող։ Հիասթափեցնող էր վատ առումով, նշանակալի էր վատ առումով էր նշանակալի հենց այս վերջի դեպքերը, տեսնում ենք թե քանի ամիս շարունակ եկեղեցու հանդեպ ինչեր են կատարվում, ու շատ ժամանակ մենք բոլորս մեր առօրյա գործերը, մեր զբաղմունքները թողած անընդհատ այդ լրահոսին ենք հետևում, թե ինչ է կատարվում, մեր վերջին հայկական հենասյունը, որ մնացել էր, դա եմ փորձում քանդել ու անգամ այս ամանորյա օրերին բոլորս տարված սպասում ենք այդ եկեղեցու շուրջ զարգացումներին, բոլորս մտածում ենք, թե ինչպես կարող ենք պաշտպանել մեր վերջի Արցախի հանձնումից հետո, ամեն ինչ քանդելուց, քայքայելուց հետո մնացել է եկեղեցին կանգուն, որը այսպես բոլորս վերջին ճիկերով փորձում ենք կոնե այդ մի բանը թողնել անսասան ու հայկական։
Շատ հռետորական հարց է իրականում, ցավալի է վերջին շրջանում հայրականության մեջ բոլորս պարբերաբար տհաճ անակնկալների ու հիասթափություններ ապրելու այդ հնարավորությունը ունենում ենք ու կարելի ասել, որ մի տեսակ դա գերդոզավորում է արդեն մեր իրականության մեջ, որ անընդհատ պարբերաբար հիասթափություններ ապրում ենք։ Նշանակալին այն էր, որ ճիշտ է, մենք նոր ենք քաղաքականության մեջ ու ուզում ենք խորանալ, ուզում ենք օգտակար լինել, բոլոր դժվարությունները, եթե լինեն, կլինեն հաղթահարենք, մեծ նվիրումով լինենք Գյումրեցու կողքին, ինչու՞ չէ նպաստենք ամենաանկարելին, որ լավ լինի, հենց Գյումրու եւ Գյումրեցու համար։ Հիասթափեցնողը մեր վերադասն է, այն կառույցներն են, որ թույլ չեն տալիս ոչ մի կերպ անենք այն ինչ որ պլանավորել ենք, ինչ որ նպատակներ ունենք, որը վերաբերվում է մեր քաղաքին։ Չակնկալիքներ ունենք գալիք տարում։ Ակնկալիքները միշտ էլ տարվա վերջում ամփոփում ենք ու մյուս տարի դրականի ակնկալիքով ենք մտնում, գիտեք 6 ամսից էլ պակաս են մնացել ազգային ժողովի ընտրություններին ու շատ լարված պայքար է սպասվում, ակնկալիքս այն է, որ մեր ժողովուրդը համախմբված կկարողանա ընտրել նոր հայկական օրակարգով իշխանություն, նոր կառավարություն ունենանք ու վերջապես կարողանան այն մասնագետները զբաղեցնեն այդ պաշտոնները, ովքեր իրոք կոմպետենտ են ու կարողանան մարդկանց կտրել, մեր առօրյա խոսակցություններից հանել այդ քաղաքական թեմաները, որովհետև հիմա բոլորս էլ մեր առօրյայում մեր գործը թողած, մեր մյուս թեմաները թողած, ամեն անգամ այդ լրահոսից, որ կարդում ենք լուրերը, սկսում է լարված քննարկումներ, անգամ մարդիկ միմյանց մեջ լարվածություն է ձևավորվում, երկու հակադիր բևեռի մարդիկ խոսելիս վեճի է ընդհանրում։ Ես կուզենամ, որ մյուս տարում համերաշխություն լինի, հանրային համերաշխությունը վերականգնվի, ամեն մարդ իր ոլորտում այնքան պատասխանատու, այնքան լավ ղեկավարվեն այդ ոլորտները, որ մարդիկ մոռանան այդ մասին, դուրս գան այդ քաղաքական թեմաներից ու ամենքս ասնենք մեր աշխատանքին։ Բնականաբար ակնկալիքները բացառապես միայն ու միայն մեր խմբակցությունից ու մեզանից է, անելիքների մեծ ցանկ ունենք մեր առջև դրված խնդիրների լուծման եւ բացառապես ակնկալիքն այն է, որ մեր խմբակցությունը իր ուժերով պիտի աշխատի, շատ աշխատի, հնարավորինս ամեն բան անի, որ այս խնդրառատ քաղաքում որոշակիորեն կարողանանք խնդիրներ լուծել։ Ակնկալիքներն ունեն, որ պետք է այս բոլոր քաղաքանդարգյալներն ազատ արձակվեն։ Ակնկալում եմ, որ հետ կվերադառնա Վարդան Ղուկասյանը իր աշխատանքին եւ մենք ելի նույն մեծ սիրով, ջերմությամբ պետք է շարունակենք մեր աշխատանքը։ Թող որ մեր հայրենիքը 2026-ին լինի խաղաղության մեջ եւ կուզենամ, որ 2026 թվականին Սրբազանը լինի իր հավատավոր ժողովրդի հետ։